պետք է անդրադառնանք մի շատ կարևոր թեմայի, սիրելիներս։ Առհասարակ երեխաները մեզ համար ամենաներն են, բայց շատ հաճախ մեր մեծերի կողմից թույլ տված սխալների պատճառով վտանգի տակ ենք դնում նրանց ապագան, նրանց հոգեկան աշխարհը, նրանց մանկությունը, նրանց ամեն ինչը։ Իրականում մեծերի պատճառով շատ հաճախ տուժում են մեր փոքրիկները ու երեխաները։ Նույնիսկ երեխաների հիմնահարցի վերաբերյալ պետական քաղաքականության առանցքում երեխայի լավագույն շահը պետությունն է մեզ դա ասում, դա ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է եւ մեր կողմից նաեւ այդ ամեն ինչին նպաստելն է։ Սիրելիներս, այս թեմայի շուրջ ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ, ով արդեն մեր տաղավարում է։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ այդ առավոտը սկսել։ Խադարց ես եւս ուրախ եմ ձեզ մոտ հյուրընկալվելու համար։ Սիրով, ինչպիսի ծառայություններ են մատուցվում երեխաներին։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում երեխաներին տրամադրվում են հետևյալ ծառայությունները, երեխաների խնամքի շուրջօրյա ծառայությունների իրականացում, որոնք տրամադրվում են 4 պետական կազմակերպությունների եւ 8 ոչ պետական կազմակերպությունների միջոցով, երեխաների խնամքի ժամանակավոր կազմակերպում, որոնք իրականացվում են պետական 3 կազմակերպությունների միջոցով, որոնք ըստ էության իրականացում են ճգնաժամային, այսպես ֆունկցիա, որոնք տեղակայված են Երևան, Գյումրի եւ Կապան քաղաքներում, որպես ծառայություն միջոցառում կարևորում եմ ընդգծեմ նաեւ պետության կողմից պատվիրակման շրջանակներում երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունների մասին, որոնք իրականացվում են ողջ հանրապետությունում 15 հասարակական կազմակերպությունների միջոցով 35 ցերեկային կենտրոնների միջոցով եւ ծառայություն են տրամադրում շուրջ 4000 երեխայի, սրանք իրենց բնույթով սոցիալ հոգեբանական ուղղվածության ծառայություններ են։ Հաջորդ միջոցառումը, որ երեխաներին տրամադրվում է եւ երեխայի ընտանիքի անդամին, դարձյալ ցերեկային ծառայություններն են, որոնք իրականացվում են պետական 6 կազմակերպությունների միջոցով, որոնք են երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնները։ Իմ կողմից նշված կենտրոնները սպասարկում են տարեկան 600 երեխայի։ Այս միջոցառումների շրջանակում ուզում եմ կարևորեմ նաև ընդգծեմ խնամատարության այս կարևոր ինստիտուտի մասին, որը եւս միջոցառում է եւ մեր պետության կողմից այն հաջողությամբ իրականացվում է։ Խոսքը գնում է կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների մասին, որոնց խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է խնամատար ընտանիքներում։ Ներկայում 111 խնամատար ընտանիքում խնամք եւ դաստիարակություն է ստանում 217 երեխա։ Սա իրոք շատ բավականին լուրջ ցուցանիշներ են։ Լուրջ ցուցանիշներ են եւ հետաքրքիր է ինչ փոփոխություններ կան վիճակագրության մեջ եւ բացի դրանից երեխաների հիմնահարցերով ինչ բարեփոխումներ են շարունակվում իրականացվել։ Շնորհակալություն, իրավի մեզ համար շատ կարևոր է հենց բարեփոխումների կյանքի կոչելը, որովհետև մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում քաղաքականության մշակման, դաշտի բարեփոխման աշխատանքներում մենք մեր տեսլականը բարեփոխումն է ու այստեղ ուզում եմ առանձնակի կարևորությամբ շեշտադրում կատարել 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենքի մասին, այն է երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որը իրողություն է, փաստ է ու այն պետության հետևողական աշխատանքի արդյունք է։ Ինչ է սա իրենց ներկայացնում։ Այն սույն օրենքով սահմանվել են այն հիմնական հասկացությունները, որոնք մեզ թույլ են տալու երեխայի պաշտպանության համակարգ ավելի կուռ, ավելի ամուր դարձնելու տեսանկյունից։ Այս օրենքի շրջանակներում հիմնական սկզբունքներ ունենք, որոնցով որ առաջնորդվելու ենք, այն է երեխայի լավագույն շահի ապահովումը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, երեխայի ընտանեկան միջավայրում խնամքի կազմակերպումը եւ ի վերջո պետությունը որպես երեխայի իրավունքի երաշխավոր։
Սույն օրենքի ընդունումը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային պարտավորություններից եւ ես ուրախությամբ ուզում եմ փաստեմ, որ այդ հետեւողական ու այսպես ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք ունենք արդեն կայացած փաստ սույն օրենքի շրջանակում։ Մեզ օրենքը ինչ հնարավորություն տվեց, հա, օրենքում սահմանվեց, որ երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու են մասնագիտացված սոցիալական աշխատողները։ Նախ եւ առաջ մինչեւ այդ կարևորագույն առաքելության անցնելը տվյալ մասնագետները պիտի անցնեն վերապատրաստում, սերտիֆիկացվեն ու զինվեն այն հիմնական գիտելիքներով ու կարողություններով, որոնք նրանց արդեն թույլ կտան դաշտում պրակտիկ պայմաններում իրականացնել երեխայի իրավունքների պաշտպանության այդ նուրբ գործընթացը։ Հա, օրինակ, ինչ է սա իրենց ենթադրում։ Առաջին հերթին բացահայտել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխային, իրականացնել կարիքի գնահատում եւ ըստ այդմ կազմել երեխայի պաշտպանության պլանը։ Մեզ նաև այս օրենքի շրջանակներում հնարավորություն ընձեռվեց սահմանել մոնիթորինգի վերահսկողության կարևորագույն մեխանիզմներ։ Առաջին հերթին վաղ հայտնաբերման, կանխարգելման տեսանկյունից այն մեխանիզմներն են նաև սահմանում։ Ուզում եմ առանձնակի նաև շեշտադրում կատարեմ, որ այս մեր օրենքով նաև սահմանել ենք նոր տեղեկատվական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, որը թույլ կտա դեպքերի վարման առումով ավելի ճկուն մոտեցումներ ցուցաբերել, ծառայությունների պլանավորման ու հաշվետվողականության տեսանկյունից ապահովել երեխային անհրաժեշտ միջամտությունների պլանի, այսպես ամբողջական փաթեթը։ Այս մեր մեծ ռեֆորմին զուգահեռ նախարարությունը իրականացնում է նաև մի շարք այլ բարեփոխումներ երեխաների հիմնահարցերի ոլորտում, սկսած ծառայությունների ստանդարտացումից, երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ չափորոշիչների մշակման, հաստատման ուղղությամբ աշխատանքներից եւ բնականաբար այն ծառայությունները, որոնք մատուցվում են երեխաներին, ծառայությունների ծածկույթի մեծացման, ծառայությունների որակի կատարելագործման ուղղությամբ աշխատանքները։ Այստեղ նաև ուզում եմ մի փոքր հավելում կատարեմ այն օրենքի մասին, որ ես րոպեներ առաջ ներկայացրեցի, այն իր բնույթով ունի նաև ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման մեծ շղթա, խոսքը գնում է 3 տասնյակից ավել իրավական ակտերի ընդունման մասին եւ ներկայությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ կարևորագույն աշխատանքի իրականացմանը, այսինքն մեզ մոտ գնում է ինտենսիվ նախագծերի մշակման, շրջանառության, արդեն կառավարության քննարկման ներկայացվել համապատասխան որոշման նախագիծը եւ մենք 24 ամսվա ընթացքում պիտի այդ բոլոր իրավական ակտերը ներկայացնենք հաստատման ու այսպես միահամուռ ձևով իրականացնենք երեխաների պաշտպանության այս կարևորագույն առաքելությունը։ Իսկ ինչ կասեք երեխաների նկատմամբ բռնության եւ կամ անտեսման դեպքերի վաղ հայտնաբերման համակարգի մասին։ Հիրավի կարևորագույն հարցադրում է ու մեզ համար քաղաքականություն մշակողների համար այն առանցքային նշանակություն ունի։ Այստեղ առանձնակի կցանկանայի մեջբերում անեի Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի 479 որոշման մասին, որով հստակ սահմանվում է բռնության ենթարկված երեխային ուղղորդման, աջակցության տրամադրման ձևերի այն հիմնական դերակատարների պարտավորությունների ու պատասխանատվության սահմանները եւ այս ընթացակարգով սահմանվում են երեխայի պաշտպանության ամբողջական համակարգը բռնության ենթարկված երեխայի։ Այստեղ ուզում եմ նաեւ շեշտադրում անել, որ մեզ համար շատ կարեւոր է դաշտում գործունեություն իրականացնող մասնագետների կարողությունների, հմտությունների շարունակական զարգացումը ու մենք այս ուղղությամբ ունենք տեսլական, որով եւ առաջ են գնում։ Սրան զուգահեռ մեզ համար շատ կարեւոր է միջգերատեսչական համագործակցությունը։
Կարևորում ենք նաև ու այս ուղղությամբ բնականաբար աշխատանքներն իրականացվում են նաև մեր գերատեսչության կողմից հասարակության իրազեկվածության բարձրացումը, որտեղ այս համակարգը ամբողջական է, հա, եւ մեզ համար շատ կարևոր է հանրության իրազեկվածության բարձրացումը, ինչու՞ չէ նաև նրանց կողմից խնդիրների բարձրացման տեսանկյունից աննշան ազդակները սրանք կարող են իրավի կարևոր մեսիջ լինել երեխայի կյանքի ապահովության, անվտանգության տեսանկյունից ու այստեղ մեզ համար վերջնանպատակը մեկն է երեխայի անվտանգության ապահովումը եւ նրա լավագույն շահի պաշտպանության նպատակով Շահերի պաշտպանությունն ապահովելու համար եւ երեխաների անվտանգությունն ապահովելու համար իրազեկվածության մակարդակը ճիշտ է պետք է բարձրացնել, բայց նաեւ դրա համար մեզ պետք է իմանալ ինչ հիմնական խնդիրների են բախվում հիմա երեխաները եւ մասնավորապես մարզերում, որովհետեւ կարծես թե մարզերի պատկերը փոքրինչ տարբերվում է մայրաքաղաքից։ Ճիշտ է, այս առումով մեզ համար շատ կարևոր է հանրապետության ողջ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ռեֆորմի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կցանկանամ նշեմ, որ մարզերում երեխաներին տրամադրվող այդ ծառայությունների տեսանկյունից մենք ունենք որոշակի հասանելիության պակաս խնդիր, հա, այդպես ձևակերպեմ միտքս եւ այս տեսանկյունից պետությունը իր ամենօրյա աշխատանքի ընթացքում քաղաքականության հիմքում դրված է ծառայությունների հասանելիության ծածկույթի մեծացումը։ Եթե օրինակ հա բերեմ հենց պետության կողմից պատվիրակված ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ցերեկային ծառայությունների միջոցառման մասին, որ րոպեներ առաջ ներկայացրեցի, դեռևս 2019 թվականին, երբ որ այդ միջոցառումը նոր էր մեկնարկում, մենք ունենք ընդամենը 10 կազմակերպություն, որոնք 15 կազմակերպությունների ցերեկային կենտրոնների միջոցով սոցիալ-հոգեբանական ծառայություն էին տրամադրում 1800 երեխայի ողջ հանրապետության մասշտաբով, իսկ ներկայում մենք արդեն ունենք 15 հասարակական կազմակերպություններ, որոնք 35 ցերեկային կենտրոնների միջոցով շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ։ Այստեղ ուզում եմ նաև առանձնակի կարևորությամբ ընդգծեմ, որ այն համայնքները, որտեղ որոշակի առումով հասանելիության խնդիր ունենք կամ երեխայի ֆիզիկական զարգացման դժվարություններ կան տեղափոխման հետ կապված ցերեկային ծառայությունների կենտրոն հենց կազմակերպությունն է այցելում համայնք, այսինքն արտագնա բաղադրիչի միջոցով մենք ծառայությունը հասանելի ենք դարձնում երեխային, որպեսզի երեխան հենց իր բնակավայրում իր համայնքում ստանա անհրաժեշտ ծառայությունը։ Ուզում եմ երկու տողով նշեմ նաև, որ այս ծառայությունները թիրախային են ու նաև ընդգրկում են երեխայի ընտանիքի անդամներին, որովհետև մեզ համար շատ կարևոր է այս ծառայությունները, որպեսզի լինեն ամբողջական, նպատակային ու այստեղ շատ հետևողական աշխատանք է իրականացվում ընտանիքի հետ, սոցիալական աշխատանքի առումով ու պարբերաբար մենք իրականացնում ենք դաշտի վերլուծություն, գնահատում ու պարզապես մի օրինակ, հա, այս միջոցառման մեջ մենք ունենք անանուն գնահատման բաղադրիչ, հա, որը մեզ նաև թույլ է տալիս որակի գնահատում իրականացնել, ստանալ առաջարկություններ, ըստ այդմ նաև դաշտը բարելավել, լավարկել ու քաղաքականությունը դարձնել ավելի հասցեական։ Ամենահրատապ խնդիրը որն է, որի մասին պետք է բարձրաձայնել եւ անդրադառնալ երեխաների, որը վերաբերում է երեխաների պաշտպանությանը։ Կարծում եմ, որ ցանկացած խնդիր, որն առնչվում է երեխաներին, չկա աննշան կամ քիչ թվացող կարևոր, բայց այս պայմաններում, հա, մեր առօրյա ռիթմին ընթացող, կարծում եմ, որ ամենաակտուալ խնդիրներից է համացանցային անվտանգությունը։ Բնականաբար գաղտնիք չեմ ասի, որ երեխաները դեռ վաղ տարիքից այսպես օգտվում են տարբեր թվային հարթակներից ու բավականին հմուտ ձևով,
որ մեզ մեծահասակների համար նաև ինչ-որ չափ օրախալի է թվում, զարմանում ենք, բայց այստեղ նաև ուզում եմ ասեմ, որ մեր երեխաները շատ դեպքերում չեն ունենում այն բավարար գիտելիքները, որը թույլ կտա նրանց պաշտպանվել մի շարք բացասական դրսևորումներից, օրինակ կիբերբուլինգից, խաբեությունից, անձնական տվյալների չարաշահումից եւ տարաբնույթ այդ բացասական վնասակար բնույթի նյութերի բովանդակությունից։ Ու այստեղ նաև պիտի նաև արձանագրեմ, որ մեր օրենսդրական ռեֆորմի հիմքում նաև մենք այս մասով ենք շեշտադրում կատարել, այսինքն երեխայի առցանց անվտանգության ապահովման տեսանկյունից օրենքում սահմանվել են բազային հիմնական հիմքերը, որոնք մեզ արդեն քաղաքականություն մշակողներին թույլ է տալու սահմանել համապատասխան իրավական ակտը եւ մենք լիահույս ենք, որ այս ռեֆորմը մեզ թույլ է տալու երեխայի համար ապահովել անվտանգ միջավայր տանը, դպրոցում եւ համայնքում։ Առիթից օգտվելով սա որպես վերջին հարցը դիտարկեք, ինչ խորհուրդ կտաք ծնողներին երեխաների բարեկեցության ու անվտանգության թեմայով։ Ծնողներին խորհուրդ կտամ, որ երեխաների հետ իրենց հարաբերությունները կառուցեն բաց, վստահելի հաղորդակցության շրջանակում։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան իրենց զգա լսված, հասկացված ու պաշտպանված, որովհետև ցանկացած խնդրի պարագայում, չգիտեմ, աննշան թվացող մտահոգության, անհանգստության պարագայում կարևոր է, որ երեխան առաջինը դիմի ծնողին, մեծահասակին։ Սրան զուգահեռ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն երեխայի ֆիզիոլոգիական, ֆիզիկական, սոմատիկ զարգացման առանձնահատկություններին, այլ նաև երեխայի հուզական բարեկեցությանը։ Հետաքրքրվել երեխայի առօրյայով, ընկերներով, առցանց գործունեությամբ, շատ կարևոր եմ համարում սովորեցնել երեխային անվտանգ վարքագծային կանոնները, հարգել երեխայի կարծիքը, խրախուսել երեխայի ինքնուրույնությունը, բնականաբար երեխայի տարիքին ու զարգացման այդ կարևորագույն առանձնահատկությունները հաշվի առնելով։ Եվ ի վերջո երեխայի անվտանգությունը եւ բարեկեցությունը սկսում է ընտանիքից ու յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրող, աջակցող եւ անվտանգ միջավայրում։ Շնորհակալություն Արևիկ։ Շնորհակալություն, որ մեզ հետ ցույցեցիք ու կարևոր թեմայի մասին կարողացանք հնարավորությունը ճիշտ օգտագործել եւ նաեւ կիսվել մեր սիրելի հեռուստադիտողների հետ։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, շարժվում ենք առաջ։